Ինչի մասին այսօր ես ուզեմ խոսամ։ Ճիշտ ես շաբաթվա մեջ ինչ ապրումներ եմ ունեցել, այդ ապրումները կուզեմ փոխանցեմ, կուզեմ սպես վերնագիրի պես մի բան տամ։ Դուք հիշում եք Ղովտին իր սկիզբը սկսավ Աբրահամի հետ եւ իր ավարտը շատ ցավոտ էր։ Դուք հիշում եք, որ վերջում ինքը արպած էր եւ իր աղջիկների հետ քնավ եւ իր աղջիկները իր որդի ունեցան։ Երկու ազգ իրանցից եղավ Մովաբացիկ եւ Ամովացիկ։ Մենք գիտենք, որ Աստծո համար այդ ազգերը զզվելի ազգեր էին։ Կարող եք լուսամուտները բացեք, որ շոկ չեղնի։ Ուդես այդ զզվելի ազգից, այդ ազգից, որը Աստծուն հաջերի չէր, մի կին կար։ Որ Աստված որոշեց, որ այդ կնոջ որովայնի միջից ծնվի մեր փրկիչը։ Հենց կոնկրետ իրանից չէ, բայց ինքը դառնա տատիկների տատիկ։ Ինչի համար, որտև այդ կնոջ մեջ Աստված տեսավ հավատք։ Աստծուն հաջեցնում է մարդը, երբ որ հավատք ունի։ Խոսքս հրուտի մասին է։ Այսօր կուզեմ խոսամ հավատքից, բայց մի բան գիտեցեք, որ մեր հավատքը գործում է սիրով։ Եթե մեր հավատքը չի գործում սիրով, մեր հավատքը հավատք չէ։ Եվ նաև կուզեմ խոսալ սիրո մասին։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 13-րդ գլխի մեջ ասում է, որ սերը շատ կարևոր է։ Դու եթե աշխարհը շարես, եսի մեծ սարեր շարժես, բայց սեր չունենաս, դու ոչինչ ես։ Եթե մեր մեջ սեր չունի, մենք ոչինչ ենք։ Ու մեր հավատքը պետք է շարժվի հիմնված սիրո վրա։ Ամեն։ Ամեն ուզում խոսել այսօր հավատքի մասին, որը շարժվում է սիրուց։ Ու սկսեմ Եփեսացիս 4-րդ գլխից 6-րդ խոսքը, շատ լավ խոսք է։ Շաբաթ իմ սրտիս մեջ կֆրար այս խոսքը։ Սա գրված է, որ մեկ Աստված եւ մեր բոլորի հայրը, որը մեր բոլորիս վրա է, մեր բոլորիս կողքին է եւ մեր բոլորիս մեջն է։ Ես ասելով, որ մեր վրա է, մեր կողքին է եւ մեր մեջն է, նկատի ունի մեզ։ Մեր Աստված ինքը մեր վրա է, մեր կողքին է, ռուսերի մեջ մեզնով կառաջնորդ, այսինքն մեզնով ինքը կշարժվի, ինքը իրան ցույց կտա կամ ինչ որ գործողություն կատարեգը մեր միջոցով, չերեզնաս ռուսերի մեջ։ Եվ մեր միջում է։ Ես ուզում եմ դու այսօր մի հատ անալիզի ենթարկես քեզի, թե ինչ չափով է քո վրա, ինչ չափով է քո կողքին, ու ինչ չափով է քո մեջ։ Ինչ որ կխոսամ հանգարց քո կողքինից չնայես ու չսես այդ կողքինի համար է խոսքը։ Խոսքը իմ եւ քո համար է։ Ամեն։ Հիշում եք, որ երբ որ Հիսուսը խաչի վրա էր, իր կողքին երկու կողմուց կային երկու հոգի, երկու հանցագործ են հատված մարդիկ էին խաչի վրա կախված։ Ու հիշեք, եթե մեկին հիշեք, որ մեկը ինչ կսեր, եթե դու Աստծո որդի ես, թող Աստված քեզի այս խաչից իջցնի։ Մյուսը կսեր քո արքայության մեջ ընձի հիշե։ Հիսուսը երկու կողմից ունի լսելու ձայներ։
Մեկը կսեր դու Աստծո որդի ես, թող Աստված քեզի դուրս բերես խաչից, մյուսը կսեր հիշե ընձի քո արքայության մեջ։ Նույնն էլ մենք, այսի օրինակ է մեզի համար, որ մենք երբ որ ինչ որ փորձությունների, ինչ որ դժվարությունների մեջ կմտնենք, կա երկու ձայն։ Ու ուղեղի մեջ։ Եթե Աստծո որդի ես, թող Աստված այս խնդիրից, այս խնդրից քեզի դուրս անե։ Մյուս ձայնը կսե վստահ է Տիրոջը, հավատարիմ մնա Տիրոջը, Տերը քեզ հետ է։ Աստված չի իջացնե Հիսուսին խաչից եւ Աստված չի դուրս բերե քեզի բրձցնե խնդիրից։ Աստված քո խնդիրի մեջ է քեզ հետ, որովհետեւ ցույց տա այդ խնդիրին, որ կա մարդ, որի վրա դու չես կարա։ Ինքը գալիս է քո խնդիրիդ մեջ, որովհետեւ այդ խնդիրի մեջ քեզի հաղթանակ տա։ Հիսուսը այդ խաչի վրա հաղթանակ ստացավ։ Եվ այսօր դες ինչ կա մենք կհասնանք, որ երբ որ գալիս է մեր կյանքի մեջ դժվարություններ, այդ դժվարությունները գալիս են, որպեսզի մեզի ավելի բարձրացնեն։ Մի հատ հավատացյալ, որ երկար տարիներ նստած էր գաղութում, երբ որ ազատ դուրս դիգար, շատ մարդիկ տեսնելով դες ինչ ասին, ահա, հիմի արդեն նոր դու ազատ շունչ կքաշես, կյանք կվայելես, կյանք կտեսնես։ Դեք ինչ պատասխանեց։ Սավ դες ինչ կա։ Դուս է լինելը թե գաղութում լինելը, եսի առաջնային գործը չէ։ Առաջին բանը չէ իմ կյանքի մեջ։ Առաջին բանը այն որ Աստված ինձ հետ լինի։ Առաջինը որ ես Աստծուն ունեմ, կապ չունի գաղութում կլինեմ, թե դրսում կլինեմ։ Շատ մարդիկ կարող է այսօր դրսում լինեն, բայց Աստծուն իրանց մեջ չունենան։ Դա համար առաջնայինը մեր արժեք տալը այն է որ ոչ թե դրսում եմ կամ ինչ որ ավտո ունիմ, տուն ունիմ, կնիկ ունիմ, ամուսին ունիմ, երեխա ունիմ, այլ իրեն ունիմ։ Ամեն։ Նկամ ծառայության ժամանակ ուժեղ անձրև էր դրսում։ Անձրևը կդրվավ եւ արև ելավ։ Երկու հավատացյալ ընկերներ էին։ Մեկը ասեց. «Փառք քեզի Տեր ջան արևի համար»։ Մյուսը փառք Տիրոջը նաեւ անձրևի համար։ Դες ինչ դժվարությունները, որի մեջ Աստված թույլ կտա որ մենք մտնենք, մեզ համար են։ Առանց դժվարությունների մեր որակը չի կառուցվի։ Դա լավ խոսք է։ Ծննդոց 17-րդ գլխի մեջ Աստված Աբրահամին ասում. Ես եմ ամենակարող Աստվածը։ Իմ առաջից վարվիր, այսինքն իմ առաջից քայլիր եւ կատարյալ եղիր։ Դες ինչ կա մենք եթե շեշտը կամ մեր հայացքը դնենք այն երկրորդ մասի վրա, իմ առաջից քայլիր եւ կատարյալ եղիր, այսի նման է օրենքի։ Շատ անգամ մենք կարդալուց մսենք, լավ, Տիրոջ առաջից քայլեմ եւ կատարյալ լինեմ։ Աստված ինձ սովորեցրել է, որ ոչ թե շեշտը դնեմ իր արջևից քայլեմ եւ կատարյալ լինեմ, այլ ինքը ամենակարող Աստված է։ Քո հայացքը լինի, որ Աստված ամենակարող Աստված է։ Որտեւ դու որևէ գործողություն, որևէ բան չես կարող անել, եթե չտեսնես, քո հայացքը չլինի, որ ես ամենակարող Աստված եմ։ Որտեւ քո բոլոր կարողությունները իրանից է կախված։ Դու ինչ որ պետք է անես, իր կարողությունով կյանես։ Առանց ամենակարող Աստծու ամեն բան օրենք է։ Դες ինչ օրենքը ինքը մեր գործը կփոխի։ Քանի օրենք չկա, դու ուրիշ գործողությունով ես ապրում։ Բայց հենց որ եկավ օրենքը, ինքը քո գործողությունը կփոխել կուտա։ Իսկ ինչ է հավատքը։ Հավատքը կփոխի մեր հոգին։ Օրենքը կբացահայտե մեր գործերը, իսկ հավատքը կբացահայտե քո հոգին։ Ասեք, շատ կարևոր է, որ մենք հավատքով ապրենք։
որ հավատանք Աստծո խոսքին, որ հավատում ես հոգի է գալիս, եւ այդ հոգին առանց պտուղ չի մնա, առանց գործի չի մնա։ Դու ոչ թե քո մարդկային գործով, օրենքից ելնելով բան տյանես, այլ հավատալով Աստծո խոսքին, այդ հոգին, որը գալիս է քո կյանքի մեջ, նոր հոգի է գալիս, այդ հոգին քեզի առաջնորդում է ինչ որ ճիշտ գործերի մեջ։ Ամեն։ Նամա շատ կարևոր է մենք հոգով առաջնորդվենք, վստահենք Տիրոջը եւ Տերը մեզի կառուցե ճիշտ սիրտ ունեցող։ Դավիթը ինչ ունի, ճիշտ սիրտ ունի, չէ՞, Աստվածը այս մարդն է, այս տղեն է, ով ունի իմ սրտին համապատասխան սիրտ։ Այսինքն ընձի համապատասխան սիրտ։ Քանիստ եք աղոթել, որ Աստված ջան, ընձի ավելի շատ լցրու քեզնով, արի ավելի շատ իմ կյանքի մեջ, չէ՞։ Եղել է հեչ։ Շատերս ենք, երևի բոլորս ենք աղոթել։ Ճիշտ է։ Եղիր մեկ Աստված, մեկ բոլորիս հայրը, մեր վրա է, մեր կողքին է եւ մեր ներսում է։ Եվ մենք կաղոթենք Աստված ջան, արի ավելի, Աստված ջան, ավելի արի իմ կյանքի մեջ։ Բայց նկատել եք, երբ որ դու այդ բաները կաղոթես, մեկը չդեմ ինչի։ Ինչ որ մարդիկ, որոնք որ խաղաղություն չունեն իրանց կյանքի մեջ եւ գալիս են եւ կորում են քո կյանքին եւ քո խաղաղությունը կորում է։ Գտել եք թե չէ։ Նա կնձի շատ եղե մարդիկ են գալիս, որոնք որ եթե դստից են մարդ չկա, տարան տանը կանի։ Ու դու գուզես պրզենից այդ մարդուց, որ նոր քո խաղաղությանը վնաս կուտա, որտեղ ինքը խաղաղություն չսիրող մարդ է։ Աստծո ասում է հիմար մարդուց հեռու մնա։ Ու մենք կփորձենք խաղաղությունը մեր գողացող մարդկանցից հեռու մնանք, բայց ամեն անգամ չէ որ կստացվի, չէ՞։ Մենք կզգանք, որ այդ խաղաղություն գողացող մարդը, որը խաղաղություն չի սիրել, ինքը կգնի մեր հետևից։ Եվ օրինակն է, օրինակ Դավիթի։ Դավիթը իր խաղաղությամբ, իր գառների հետ ապրում էր։ Երևի այնտեղ կանգնած ասավ Տեր ջան, ես ավելին կուզեմ քեզի։ Ես կուզեմ, որ դու ավելին լցվես իմ կյանքի մեջ։ Եվ Աստված մի հատ իրավիճակ ստեղծեց, որ Սավուղը ընկավ Դավիթի հետևից։ Սավուղը չունի խաղաղություն եւ իր անխաղաղ այդ վիճակով ընկել էր Դավիթի հետևից։ Ու Դավիթը փախնում էր եւ Սավուղը յանգած էր հետևից։ Հիշում եք, չէ՞, կարդացել եք բոլորը։ Ինչի Աստված ջան, ինչի համար այդ բանը թույլ տվեցիր, որ Դավիթը հալածվի Սավուղից։ Որտեւ Աստված, եթե գուզե որ բնակվի քո սրտի մեջ, իրան տեղ է պետք։ Ու Աստված թույլ կտա, որ այդ մարդիկ կլինեն քո հետևից, քո խաղաղությունդ կգողանան, քո խաղաղությունդ կփչացնեն, դու քո խաղաղ վիճակիցդ կգնիս, որովհետեւ շատ կարևոր բան մտածես եւ գործողություն անես։ Տեսեք ինչ արեց Դավիթը։ Դավիթը փախուստի մեջ էր։ Եվ մի օր ինչ եղավ։ Սավուղը մտել էր կներեք զուկարան, այդ քարանձավների մեջ։ Բոլորդ գիտեք այդ պատմությունը հազարական կարտացել, քարոզել են։ Դավիթը գնաց հետևից եւ իր շորի փեշից մի քիչ կտրեց ու դուրս եկավ, հետո հերվից ցած ինչ անել, ասել։ Սավուղին որ գիտես ինչ կա, ես քո շորից այդ փեշից մի կդոր կտրես ուզենայի քեզի կսպանեի։ Բայց փոշմանեց Դավիթը։ Ասեց ես ինչ բան թույլ տվեցի Աստծո օջալի վրա այդ ձևի գործողություն կատարեցի։ Մյուս անգամին մտավ իր այդ քնած տեղը եւ իր այդ ջրի ամանը եւ իր զենքը վերցրեց եւ դուրս եկավ, հիշում եք, չէ՞։ Վելի ասեց. Տեր իմ, հայր իմ, ինչի ես սատկած շանս հետևից ընկի, այսինքն ես շատկած շուն եմ միա։ Ինչ կուզես ինձից, ինչի չունիս խաղաղություն։ Սավուղին կթվա, որ իր բոլոր անհաջողությունների պատճառը Դավիթն է։ Գներ Դավիթի հետևից։ Աստված թույլ տվեց Դավիթին, որպեսզի ինքը իր թշնամուն, իրան հալածողին ինչ է, շահե։
Եվ Սավուղը կանգնավ, տղես, դու ճիշտ էիր, դու ավելի արտար էիր, դու ավելին էիր, քան ես, ու օրնեց, եթե կհիշեք։ Դες ինչ շատ կարևոր է, որ մենք մեկ բան հասկանանք, եթե գուզես, որ Աստված քո սրտի մեջ բնակվի եւ ավելին լինի, իր համար տեղ պատրաստես։ Ու քո սրտի մեջ թշնամություն, հագարակություն, վեճեր, խնդիրներ ինչ-որ մեկի հետ չպետք է լինի։ Համար Աստված եթե գուզե որ բնակվի քո մեջ ավելին, քան այսօր կա, ինքը անպայման մեկին կբերե, որը կսկսի քո հետևից գնել, քեզի վնասել, քեզի ինչ-որ մի հատ վատ բաներ անել։ Ես ինչ բան եմ նկատել այսօր եկեղեցիների մեջ, դառնալ մյուս եկեղեցիների մեջ էլ դնենք այն կողմ, մեր եկեղեցիների մեջ, մեր մեջ կան խնդիրներ, որոնք որ չեն բժշկվել։ Մեկը վիրավորել է, մեկը ինչ-որ մի հատ սխալ բաներ արել, մենք այսպես այդ վիրավորված մեր դիրքն ենք դրել, չէ՞։ Եվ հագարակված իրեն քենգը քշենք ու մենք ինչ կնենք։ Իրան նման կդառնանք։ Աստված թույլ տվեց Դավիթի վրա հարձակում կա, որովհետեւ ցույց տա որ Դավիթին, Դավիթ դու մեծ տյանես, որ դու իրան չնմանվես։ Սավուղը գուզե քեզի սպանե, բայց դու իրան մի սպանե, ցույց տուր դու կարող ես սպանել, բայց չսպանեցիր։ Եթե մենք այս բաները չհասկանանք, եթե մենք այս հոգին մեր մեջ չլինի, Աստված մեր մեջ չի բնակվի։ Ձեզ 100% կասեմ։ Եթե այսօր կա մեկը քո կյանքիդ մեջ, որ դու կարող է մեկը չէ, շատն են, ու դու իրան տանել չես կարող։ Ինչ որ մեկը կա, որ դու դες ինչ կա իրան չես ներե, իր անուն լսելուց դու բորբոքվում ես։ Չէ՞, հնար լինի մի հատ ոտի տակ կառնես իրեն։ Դու ապաշխարելու կարիք ունես։ Այսօր մենք հաղորդություն ունենք։ Այսօր մենք պետք է ապաշխարենք այս բաներից։ Եթե գուզես Աստված քո սրտի մեջ բնակվի, չարությունը, խնդիրը քո սրտի մեջ չպետք է բնակվի։ Այդ չարությունը պետք է վռնդես։ Դավիթը մինչև վերջ խոնարհվավ Սավուղի դեմ։ Ցույց տալով, որ դες ինչ կա, վրեժխնդրությունը Տեր քոնն է, իմս չէ։ Ես վրեժխնդրություն չեմ անի։ Ամեն։ Իչեմ առաջ եշտանք։ Ես մի համոզված եմ, որ Դավիթը ունի մաքուր խժմդակ։ Ինքը չար չէր։ Ինքը սխալ մտքեր չունիր։ Եշեմս սխալներ չունիր։ Ունիր։ Բայց իր խժմդակը, իր ներսը մաքուր էր։ Համար Աստված իրեն հավանել էր։ Երբ որ մենք ջրի մգրդություն ենք բոլորս անցել, այդ ջրի մգրդության ժամանակ մենք խոստացել ենք Աստծուն, որ պիտի ունենանք բարի խժմդակ։ Ինչ բան է բարի խժմդակը։ Դες ինչ ես իմ ապաշխարության օրից Աստծու առաջ կսեմ։ Ես գիտակցաբար որոշված մեկին վնաս չեմ երել։ Ու պատասխան կուտամ։ Որ վնասվել եմ ինչ-որ մարդու, այո, բայց գիտակցաբար չեմ արել։ Մենք բոլորս էլ կարողություն չունենք, որ ամեն բանի մեջ կատարյալ լինենք, բայց մենք պարտավոր ենք, ասեք, մաքուր խժմդանք ունենանք, որպեսզի գիտակցաբար որոշված ինչ-որ մեկին պատասխան չտանք։ Համաձայն եք թե չէ։ Եթե հավատացյալը ինքը կզինվի մի բանով, որ սպասի ես իր արարքի համար, այս բանը անեմ, չէ՞, պատասխանատամ, այդ մարդը հավատացյալ չէ, իր մեջ հավատ չկա, իր մեջ սեր չկա, ու ինքը Աստծուն չի հավատա, Աստված չի կարող բնակվել նրա մեջ։ Աստված բնակվում է այն մարդու մեջ, ով որ կսե Տեր, դու գիտես, քո գործը դու արա, իմ բաժինը չէ վրեժխնդրություն, իմ բաժինը չէ ինչ-որ թշնամությունը, իմ բաժինն է իր համար աղոթելն է։ Չգիտեմ, մի կարնիս ինչի մասին որ կտանեմ ես։ Մեծպես հարց եկավ ինձ, երեք կմտածեի։ Ով է եկեղեցու մեջ իր տեղը գտել, ասպես, կամ ով է Աստծո մեջ իր տեղը գտել։
Ուտես ինչ պատասխան կտա։ Այն մարդը, ով որ բերում է Աստծո ներկայությունը իր հետ, այդ մարդը գտել է իրեն Աստծո մեջ եւ եկեղեցու մեջ։ Իսկ որ մարդն որ ինքը չի բերի Աստծուն իր հետ, ինքը իհատեղ Աստծո մեջ չի գտել։ Մենք պետք է Աստծուն կրենք։ Մենք պետք է Աստծուն բերենք մեր փոխհարաբերությունների մեջ։ Ոչ թե մարդկային մեր եսը, մեր տեսակետը եսը սենց տենեմ։ Ես այս ձևի տենեմ, որպեսզի էցի քիթը տրորեմ։ Աստված ինքը Տեր է, ինքն է սկիզբը եւ ինքն է վերջը։ Ամեն բան նրանից է, նրանով է եւ նրա համար է։ Եվ այսօր եթե մարդը, Աստծո մարդը ապրում է իր կյանքով, իր որոշումներով, իր խելքով, մարդու կյանքի մեջ Աստված չի ապրի։ Աստված պետք է մեր մեջ ապրի այն ժամանակ, երբ որ մենք ասենք Տեր, քոնն է իրավունքը, քոնն է վերջակետը։ Ամեն